Իմ երազանքն է, որ պետք է իրականանա, դա Արցախ վերադարձն է եւ առաջին հերթին ես պետք է խոնարհվեմ իմ զավակների եւ բոլոր այն նահատակների շիրիմներին, ովքեր մնացել են այնտեղ։ Ինձ համար գույք կամ թե ինչ թողել եմ ես այնտեղ, դա ինձ համար էական չէ։ Մեր ընտանիքը արդեն քանի անգամ կանաչ խոտի վրա կրակ է վառում։ Բաքվից ենք մենք տեղափոխվել այստեղ, կրակ ենք վառել, կարծես թե կրակը բռնել է, տեղափոխվել ենք Արցախ, կրակ ենք վառել նորից կանաչ խոտի վրա, հիմա դարձյալ Երևանում ենք, դարձյալ կանաչ կրակ ենք վառում, բայց էական չէ, ցավալին այն է, որ մեր կորուստները մենք չենք կարող վերականգնել, վերադարձնել, ու մեր սուրբ հողը այս պահի դրությամբ գտնում է թշնամու ձեռքին, նրա վերահսկողության տակ, բայց դա ժամանակավոր երևույթ է։ Մենք անպայման հայ ժողովուրդը համախմբվելու է ու վերադարձնի իր կորուսյալ հողատարածքները, իր հայրենին։ Պարոն Հաջյան, տղաները մասնագիտությամբ զինվորական չեն եղել, չէ՞։ Ոչ։ Ավագ որդիս տնտեսագետ էր մասնագիտությամբ, կրթությամբ, աշխատում էր գյուղատնտեսության նախարարությունում, կրտսեր որդիս միջազգայնագետ էր, աշխատում էր արտաքին գործոց նախարարությամբ Սփյուռքի բաժնի պետներ ինքը, եւ ըստ ինձ հասած լուրերին նույնպես ինձ չի ասել, թե մեկնում է ռազմաճակատ, վերջին պահին կարգավորել է բոլոր հարցերը Սփյուռքի կառույցների հետ, ում հետ աշխատում էր մշտապես, թե ովքեր ինչ պետք է անեն այս օրերին, ասելով, որ հիմա իմ աշխատանքը կատարելու է այսինչ աշխատակիցը, իսկ ես մեկնում եմ պատերազմ ու գնացել, ընդամենը 1 թե 2 անգամ ենք մենք հեռախոսով խոսել, այդ էր, իսկ հոկտեմբերի 6-ին ես 7-ին իմացա առավոտյան, հոկտեմբերի 6-ին նա արդեն Հադրութից արևելք Արկիբեկորից էր զոհվեց։ Ցավոք, կրկնում եմ, մեր կորուստները մենք չենք կարողանալու վերադարձնել, բայց հայրենիքը անպայման վերադարձնելու ենք։ Հայրենիքը մեզ է սպասում եւ հայրենական կանչը մեր ականջներում անընդհատ ղողանջում է։